Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է ՀԱԿՎ միավորման անդամ միջազգային ագետ Մենուա Սողոմոնյանը։ Պարոն Սողոմոնյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ կանչել եք։ Պարոն Սողոմոնյան, վերջին 3 երեկոյից սկսած այսօր ամբողջ օրը մենք տեսնում ենք հայ-ռուսական հարաբերություններում հետաքրքիր մի իրավիճակ։ Նախ ընտրություններից հետո տեղի ունեցավ առաջին հեռախոսազրույցը Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի միջև։ Այն հեռախոսազանգը, որը պետք է իրականում հանդիպում լիներ, որովհետև նախընտրած երկրորդ կեսին, որտեղ Փաշինյանը ասում էր գնալու եմ քննարկեմ ընթացիկ հարցերը, լուծումներ տամ։ Հիմա հեռախոսազրույց տեղ ունեցավ, չկա շնորհավորանք, հայկական կողմի հաղորդագրությունում ասվում է, որ Փաշինյանը խնդրել է միջոցներ ձեռնարկել Ռուսաստան արտահանվող այդ ապրանքների եւ ընդհանրապես ԵԱՏՄ-ի հետ կապված իրավիճակը լուծելու, իսկ ռուսական հաղորդագրության մեջ իրավիճակը լրիվ այլ կողմից է ներկայացված, Ռուսաստանը ասում է դուք պետք է գնաք հանրաքվեի ԵԱՏՄ թե ԵՄ։ Հասկանանք ի վերջո, նախ ինչու է Փաշինյանը խնդրում միջոցներ ձեռնարկել, եթե ամբողջ եվրոպական շուկան մեր առջև բացվել է, մենք ամբողջ օրը խոսում ենք դրանից, եւ ինչու է Ռուսաստանը այսպես երկու ոտքը մի կոշիկի մեջ դրել եւ ասում է հանրաքվե պետք է անեք։ Ես ուզում եմ հիշեցնել, որ հայկական ապրանքների վրա ռուսական սահմանափակումները, պատժամիջոցները սկսեցին կիրառվել դեռևս մայիս ամսվանից, արդեն մոտավորապես 3 ամիս է այդ սահմանափակումները, պատժամիջոցները ընթացքի մեջ են եւ մեր տնտեսությունը բավականին վնասներ է կրել։ Գուցե մենք չենք զգում դեռևս մեր մաշկի վրա, շատ դեպքերում կարող է օրինակ լոլիկի էժանացումից էլ ուրախանան սպառողները, բայց շատ լուրջ հարվածի տակ են մշակողները, արտադրողները, այո։ Ես մասնավորապես ուզում եմ կենտրոնանալ ձկան ձկնամթերքի վրա, որի 90%-ի արտահանման 90%-ը ռուսական շուկան է եղել։ Եվ մենք գիտենք, որ հունիսի կեսերից, հունիսի վերջերից մոտավորապես ձկան առջև, ձկան շուկան փակվել էր։ Եվ նույնը մի քանի օր առաջ մենք իմացանք նաև, որ կաթնամթերքի շուկան է փակվել։ Դրանից առաջ իմացանք, որ ընդհանրապես կարանտինային բնույթի ապրանքների, այսինքն այն ապրանքները, որոնք որ այո, կարող են իրենց հետ ինչ-որ ասենք վարակներ տարածել եւ այլն, դրանց հետ կապված ոչ միայն Ռուսաստանի տարածքը, այլ նաեւ Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ այլ երկրներ արտահանման վրա սահմանափակումներ տրվեցին։ Սրանք են ռուսերեն ասած դեռ ծաղիկներն են, իշո ցվիտոչկի, այսպես կոչված, այդ սահմանափակումների, որը որ ես նորից եմ ասում, մենք դեռևս մեր մաշկի վրա չենք զգում, բայց շատ խավեր, շատ շրջանակներ արդեն իսկ զգում են, մենք լուրեր ունենք, որ օրինակ մեծածախ շուկաներում, միրգ բանջարեղենի մեծածախ շուկաներում ջրի գին է ապրանքը եւ մարդիկ իսկապես լուրջ խնդիրներ ունեն, ապրանք վարկեր են վերցրել, շատ մեծ վարկեր են վերցրել, ջերմոցային, ջերմատնային տնտեսություն են զարգացրել կամ պարզապես դաշտում են իրականացրել իրենց հողագործությունը եւ այժմ կանգնել են խնդրի առջև։ Մենք նաեւ ուզում եմ հիշեցնել, որ այս կառավարությունը խոստումներ տվեց, որ փոխհատուցումներ է իրականացնելու եւ այդպես մի քանի բեմադրություններ տեղի ունեցան։ Ինչ մեկ նախընտրական կներեք շրջանում Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ բիբարը կփչանա, ծաղիկը կփչանա, ես կտամ դրա փողը։ Ես կտամ դրա փողը։ Իր հոր գրպանից էր տալու, էլի, այսպես ասեմ, հա։ Մի խոսքով այո, խոստումներ եղան մեր արտադրողին, բայց մենք տեսանք, որ այդ խոստումները հիմնականում մնացին թղթի վրա։ Այսինքն, եթե օրինակ ասենք այն ապրանքները գյուղատնտեսական ծագման, ասենք, միրգը, բանջարեղենը, որոնք որ արտահանվում էին Եվրոպական միության երկրներ, դրանց մաքսատուրքերի հետ կապված կառավարությունը որոշում արեց, որ պետք է ինչ-որ բան անի, սուբսիդավորի դրանց մաքսատուրքերը։ Բայց կներեք, մի հատ եկեք կանգ առնենք ու հասկանանք, այդ արտադրված ապրանքների մեծագույն մասը չի գնացել Եվրոպական միություն։ Չի գնացել Եվրոպական միություն շատ պարզ պատճառով, որովհետև մեր այդ ապրանքները չեն համապատասխանում, այդտեղ չափանիշներ գոյություն ունեն, էլի անուններ կան, ISO Global Gap եւ այլն, ասենք այդպիսի ստանդարտացման չափանիշներ, ստանդարտներ գոյություն ունեն, այդ ապրանքների այդ ստանդարտներին չեն համապատասխանում։ Իսկ դրան համապատասխանեցնելու համար Հայաստանի գյուղատնտեսությունը այսպես ռեստարտ անելու համար շատ մեծ ջանքեր, կազմակերպչական, ֆինանսական, ենթակառուցվածքային, շատ մեծ ջանքեր են պահանջվելու եւ
որովհետև եվրոպական երկրները հա իհարկե կարող են Հայաստանին շոյել, մեր գործընկեր երկրները կարող են խրախուսել տարբեր տրամադրություններ այստեղ, բայց երբ որ խոսքը գնում է նրանց քաղաքացիների առողջության մասին, նրանց սպառման մասին, այս պարագայում նրանք չեմ կարծում, որ մեր սիրուն աչքերի համար, այո, պատրաստ են իրենց ստանդարտներին չհամապատասխանող մթերքները վերցնել նրա համար զուտ, որպեսզի Հայաստանը այսպես աշխարհաքաղաքական իր այդ վեկտորի փոփոխության հարցերը լուծի։ Հա, եւ հիմա կանգնել ենք, գնալով կանգնում ենք փաստի առջև, նաեւ այնպիսի ապրանքներ, ինչպիսին կոնյակն է, որ մեր տնտեսության մեջ, հա, տնտեսության մեջ կարևոր էլի ճյուղ է կոնյակագործությունը եւ էլի այդ կոնյակի արտադրված կոնյակի 80-85%-ը էլի գնում է ռուսական ԵԱՏՄ եւ ռուսական շուկաներ։ Եվ սրա վրա էլ է, ճիշտ է, անմիջապես այդպես դրված չի, բայց լարսում օրինակ այնպիսի ձգձգումներ են առաջացնում, ինչ որ պլանավորման, պրոֆիլակտիկ աշխատանքներ են լինում, բաներ են լինում, կամ բեռնատարներն են սկսում մանրամասն զնվել, կիլոմետրերով հերթեր են գոյանում, եւ մենք տեսնում ենք ինչ էլ, բայց երբ որ մենք ներկան տեսնում ենք, այս ամեն ինչը մենք տեսնում ենք, մենք պետք է նաեւ պատկերացնենք, թե այլ ինչեր կարող են տեղի ունենալ, որովհետեւ այս մեքենան, որ սկսում է աշխատել, դանդաղ է աշխատում, բայց երբ որ սկսում է աշխատել, ինքը դեռ իր այդպես է թափանիվը գալու է եւ խփելու է շահում։ Իդեպ հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետի հետ տեղ ունեցավ հանդիպում Միշուստինի հետ եւ այն ժամանակ ըստ պաշտոնական հաղորդագրության տեսանյութի էլի խոսում են, որ կքննարկեն հարցերը եւ լուծումներ կգտնեն։ Դրանից հետո շարունակվեց այս սահմանափակումները։ Այսինքն ռուսական կողմը նահանջելու, զիջելու տեղ չի թողնում։ Չէ, չի թողնում, որովհետեւ պահանջը հստակ է։ Պահանջները հստակ են, որ այդ կողմնորոշման հարցը լուծեք։ Այդ կողմնորոշման։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ հարցերը կարող էին ընդհանրապես առաջ չգալ։ Առաջ չգալ։ Հիմա մենք կարող ենք, չէ՞, նեղվել ռուսներից։ Ասել, սվոլը չեն, էլի այդպես։ Մեզ նեղում են, մեզ սնանկացնում են, մեզ չգիտեմ ինչ են անում։ Բայց եկեք մի հատ հասկանանք ոնց սկսվեց այս ամեն ինչը, որտեղից սկսվեց։ Այդ անհեթեթ օրենքը Եվրոպական միությանն անդամակցելու մասին, որ հայակվեի մեթոդաբանությամբ փորձեցին իրականացնել Եվրոպամետ ուժերը, Փաշինյանն էլ այդպես վերցրեց իր վրա քաշեց եւ գնաց Եվրոպական պարլամենտում կրկոտ այդպես ճառ ասեց, որ մենք գալիս ենք դեպի Եվրոպական միություն։ Մենք կարող ենք այնքան մոտ լինել, որքան Եվրոպական միությունը մեզ հա թույլ կտա, հա։ Ուղղակի դա այդ ամեն ինչը տեղի է ունենում այն պարագայում, երբ որ քո տնտեսությունը, քո ողնաշարը գտնվում է ցավոք սրտի, ես չեմ ուրախանում դրանից։ Ցավոք սրտի։ Էներգետիկ առումով մասնավորապես ողնաշարը գտնվում է մի երկրի ձեռքում ու այս պարագայում, երբ որ սուր հակամարտություն է ընթանում նրանց մեջ, դու մտնում ես բզբզում ես։ Մտնում ես այդ հակամարտության դաշտ, բզբզում ես, բերում ես Զելենսկիին, այստեղ հարթակ ես տալիս, Զելենսկին այդպես հոխորտում է ու մի հատ միջամտություն էլ չես անում, որ ստոպ, ասենք Երևանը քեզ համար ենթադրենք սպառնալիքներ տեղալու վայր չէ։ Ենթադրենք, օրինակ կարելի է, չէ՞, այդպիսի բաներ։ Ռուսաստանը այդպիսի պետություն է, որի համար տնտեսությունը քաղաքականությունից ածանցյալ է։ Եվ մենք դա տեսնում ենք։ Բայց ինչով է կարևոր Ռուսաստանի համար այդ հարակվեն։ Տեսեք, արդյոք ընտրությունը չի դիտարկում իրենց կողմից հարակվել մի դրսևորում, եթե օրինակ հանրությունը այսքան տոկոսով իշխանությանը ձայն է տվել։ Գուցե դա համարեն յուրատեսակ հանրակրվե, ինչու են պարտադրում հերթական հանրակրվեն։ Կարծում եմ, որ հանրային տրամադրությունները այս առումով լրիվ այլ են, քան հենց ընտրական այդ գործընթացներում իշխանության վստահության քվեն։ Պետությունները ընդհանրապես իրենց քաղաքականության մեջ, մեծ պետությունների քաղաքականության մեջ կա ստատուս քվոյի իրավիճակի պահպանման քաղաքականություն, կա իմպերիալիզմի ուժի ավելացման քաղաքականություն եւ կա պրեստիժի քաղաքականություն։ Այսինքն պատվախնդրության քաղաքականություն։ Սա առաջին հերթին պատվախնդրության քաղաքականության դրսևորում է, երբ որ հարցերը դրվում են հստակ հաշվի առնելով, որ Ռուսաստանում էլ կան ինչ-որ շրջանակներ, որոնք դժգոհություն են ցուցաբերում, հարցեր են բարձրացնում դաշնակցի իրականացրած քաղաքականությունից եւ այդ արձագանքները պետք է լինեն։
Եվ կարող են ռուսները հանդուրժել։ Կրեմլը կարող է Փաշինյանին որպես անձ հանդուրժել, բայց ցանկացածի հետ նրանք կարող են աշխատել։ Ցանկացածի հետ կարող են աշխատել, սակայն ունեն որոշակի իրենց համար ցույց են տալիս իրենց կարմիր գծերը։ Եվ երբ որ մենք նայում ենք, օրինակ, ռուս-մոլդովական, ռուս-վրացական հարաբերությունների պատմությունը, թշնամացման պատմությունները, դեռ այս ամեն ինչը, որ մենք հիմա խոսում ենք հենց հայ-ռուսական հարաբերությունների թշնամացման մասին։ Ու մենք որ խոսում ենք զգուշացնում ենք կամ տեղեկացնում ենք նրա համար, որպեսզի որ մեզ ձեռք չի տալիս այդ թշնամացումը, հա։ Երբ որ վերլուծում ենք, թե ինչ քայլեր է իրականացվել, մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ օրինակ ապագայում մեզ կարող է սպառնալ նաև էներգետիկ ոլորտում խնդիրներ, որ Գազպրոմը եթե որոշի օրինակ ասենք գազի գինը բարձրացնել շուկայականի չափ, դա կլինի կրկնապատկում կամ եռապատկում, անգամ եթե 20-ից 30%-ով բարձրացնի գազի գինը, զուտ օբյեկտիվ անհրաժեշտությունից ելնելով, ինչ հանգամանքներից ելնելով, ասենք ոնց որ հիմա ոչ են ասում մեր ապրանքները չենք ընդունում, որովհետև դուք Եվրոպամետ քաղաքականություն եք իրականացնում։ Չէ, ասում են Ռոսելխոզնadzորը ինչ որ ստուգումներ է արել եւ ջերմուկի մեջ հայտնաբերել է հիդրոկարբոնատների, ասենք չափից շատ ու հանկարծ այս պահին է հայտնաբերել։ Հա, այս պահին են հայտնաբերում, դա այդպես է լինում, չէ՞ սովորաբար։ Բայց տեսեք ինչ է ասում այս իշխանությունը, ասում է լավ, հանրակրվեք, ասում, բայց մենք կանենք հանրակրվի այն ժամանակ, երբ որ հայտ ներկայացնենք Եվրամիության անդամակցելու, սա ընդամենը ազգային ժողովում քննարկված ինչ որ նախագիծ է։ Արդյոք այս հայտարարությունը իրավիճակ ինչ որ ձևով կարող է փրկել, ինչը իշխանությունը փորձում է անել, կամ դա արդարացում է այն սպառագայում, որ իրավիճակը դրված է կամի։ Չէ, չի կարող, իհարկե չի կարող։ Ասենք հիմար չեն էլի մարդիկ, որ ասեն դե դրա համար էլ այսօրվա արտաքին հետախուզական ծառայության իրենց հայտարարության մեջ էլ մոտավորապես այդպիսի հեգնական նույնիսկ արտահայտություն կար, որ մենք չենք թողնելու, որ դուք այդպես հույս չդնեք, որ մենք ձեզ անընդհատ այդպես փրկողակ ենք նետելու ու ապահովելու ենք, որ դուք առանց խեղդվելու լողակ դեպի Եվրոպական միություն։ Այսինքն մոտավորապես հետևյալն է, որ եթե քո տնտեսությունը կապված է օրգանապես ու իսկապես է կապված է Եվրասիական տնտեսական միության շրջանակների հետ, օգտվում ես դու տնտեսապես դրանից, բայց քաղաքականապես երբ որ այդ ճամբարի ու այն մյուս ճամբարի մեջ գնում է սուր հակամարտություն, դու խոսում ես ընտրության մասին, ուրեմն դու պետք է չօգտվես այս տեղի ունեցած հնարավորությունից։ Խոսքը դեռևս տնտեսական հնարավորությունների մասին է, տնտեսական համագործակցության կամ ինտեգրման մասին է։ Եվ ես պատահաբար չմեջբերեցի էներգետիկայի ոլորտը, գազի հետ կապված թանկացման մասին կամ օրինակ ասենք թերմոմիջուկային վառելիքի հետ կապված ատոմակայանի, որովհետև մեր ատոմակայանի շահագործման գործում ծանրակշիռ դերակատարում ունի Ռոսատոմը, որը որ մատակարարում է այդ համապատասխան վառելիքը։ Կարող են, չէ, այդտեղ խնդիրներ ստեղծվել, այդտեղ իսկ մեր էներգետիկայի 30%-ը ապահովում է ատոմակայանը մասնավորապես։ Գազի մասին խոսեցինք, իսկ որ գազի գինը թանկացավ, մենք պատկերացնում ենք, չէ, որ հացի գինն էլ է թանկանալու։ Շղթայական է։ Ամեն ինչի գինն էլ թանկանալու է, չէ։ Եվ մյուս ոլորտը նայենք, տրանսֆերտների ոլորտը։ Այսօր մեր բյուջեի մի զգալի մաս, մեր փողի զգալի մաս տրանսֆերտներն են նաև, որոնք որ գալիս են այդտեղից։ Բա որ հանկարծ սկսեն միգրացիոն քաղաքականությունը խստացնել, սկսեն անցնել դեպորտացիաների եւ այլն, ինչ են անելու այդ մարդիկ։ Այսինքն այս թափանիվը նոր սկսել է աշխատել։ Հենց դա է ուզում հասկանալ, դուք սկզբում էլ ասացիք, որ սա դեռ ծաղիկներ, այսինքն դուք կարծում եք, որ ինքը գնալով ավելի բադ, այսպես երանգներ է ստանալու այս լարվածությունը։ Ոչ միայն գազի հետ կապված մտահոգությունը, օրինակ ասում են նույն քննարկումը շատ հաճախ Հայաստանում 102-րդ ռազմաբազան դուրս բերելու մասին, կգնա այդ միջև այդ կետը կհասնի, թե ամեն դեպքում դե արդեն խնդրում է Փաշինյանը, որ ինչ որ իրավիճակներ փոխվեն, թե եթե խնդրում, չէ, եթե խնդրելը ուղղակի խնդրելով չի,
Բայց ինչ պետք է անի։ Ասենք ինչ կարող է անել։ Բանի այդպես ապաշխարողական այդպես կեցված կընդունելով միայն չի լինելու, կոնկրետ դրսևորումներ պետք է դա ունենա, կոնկրետ հայտարարությունների տեսքով, կոնկրետ ռետորիկայի տեսքով, կոնկրետ, չգիտեմ, օրինակ այդ անհեթեթ օրենքի ուժը կորցրած ճանաչելու տեսքով, ես չգիտեմ, չեմ կարող ասել այդ հետ քայլերի ձևերը ինչպիսին կարող են լինել, հա, այդպես կարող է իհարկե լինել, բայց հայտարարություններն էլ բավական են, էլի իհարկե որ լինի, բայց եթե չի լինում, եթե այսպես շարունակվում է, մենք սպասելու ենք ապագայում շատ ավելի վատ բաներ ենք սպասելու։ Ու հիմա այնպիսի անհեթեթ վիճակում ենք, որ եթե անգամ Փաշինյանը հետ քայլել կատարի, դա էլի մեր վրա ազդելու է որպես ուղղակի մենք անլուրջ երկրի, անլուրջ պետության, անլուրջ գործընկերոջ ու անվստահելի երկրի։ Եվ արևմուտքի համար, եւ հյուսիսի համար, բոլորի համար էլ այդպիսի անվստահելի, անլուրջ պետության իմիջ ենք ստեղծում։ Քննարկենք նաև այդ հատվածը, դուք ճիշտ ընդգծեցիք, եթե նահանջում է, հետ նահանջում է, այսինքն հիմա էլ այս մի կողմի հետ կապված է քայլերը, այսպես համապատասխանեցնում, ինչ է լինելու արևմուտքի այդ խոստումների հետ, ինչ է լինելու դեպի արևմուտք գնալու այդ քաղաքականության հետ, այդ երկու կողմի այսպես քարի արանքում ենք, հա, հայտնվել, ինչ է լինելու հակառակ պարագայում այդ ռացիոնալ բանով փորձենք մոտենալ։ Եկեք իրար կողքի դնենք սահմանափակումների, ռուսական սահմանափակումների, պատժամիջոցների ծավալներն ազդեցությունները եւ Եվրոպական միության, մասնավորապես Եվրոպական միության, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեկլարատիվ է հիմնականում անդրադառնում այս թեմաներին, ստանձնած հանձնառությունները։ Մենք գիտենք, որ նախորդ վերջին 2 տարիների ընթացքում մի քանի առիթներով Եվրոպական միությունը ինչ որ հանձնառություններ է ստանձնել, մի դեպքում մոտավորապես 300 միլիոն դոլարի մակարդակով, թե կես միլիարդ դոլարի մակարդակով, մի դեպքում 2.6 միլիարդ դոլարի մակարդակով, որ այդպես բաներ է տալու, աջակցություններ է տալու, այսինքն աջակցություններ ասած, այդ աջակցությունը հենց այդպես փող չի, որ տալու են Հայաստանին։ Դրանք վարկային գծեր են, դրամաշնորհներ են, բայց կոնկրետ ծրագրերի իմաստով։ Դրանք ոչ թե այդպես հանելու են, լցնեն, տալու են, ասելու են, այս փոխհատուցում ենք, որպեսզի դուք դիմադրեք ռուսական բաներին, այդպես պատժամիջոցներին, այլ դրանք կոնկրետ ծրագրերի տեսքով լինելու են, իսկ քանի որ չակերտավոր ասած այս քաղաքական ղեկավարությունը չակերտավոր շատ շնորհաշատ է այդպիսի ծրագրեր ներկայացնելու, շահելու, բերելու, տեղայնացնելու եւ այլն այս առումով իրականում երբ որ փորձում ենք թվերը նայել ուսումնասիրել, մենք տեսնում ենք, որ նույնիսկ 10% էլ չի կազմում այն փոխհատուցումները, ինչ որ առաջարկում է Եվրոպական միությունը, այն պատժամիջոցներին, ինչը որ ներկայում են տեղի ունենում, իսկ եթե սկսի այդ թափանիվը շատ ավելի շատ աշխատել, ուղղակի անպատկերացնելի է, թե ոչ մի ձևով հնարավոր չի լինելու փոխհատուցել, այսինքն Եվրոպական միության կողմից։ Այս պարագայում օղակը սեղմվելու է եւ այդ ընտրությունը կատարվելու է։ Գիտեք, միջազգային քաղաքականության մեջ այդպես խղճով չեն առաջնորդվում, սիրով չեն առաջնորդվում, խանդով չեն առաջնորդվում, առաջնորդվում են շահերով։ Եվ եվրոպական, եթե նահանջ կատարվի Փաշինյանի կողմից, հայտարարվի, որ լավ չէ, չենք գնում Եվրոպական միության անդամակցության հարց, այս պահին չենք դնում, ենթադրենք կամ այդ օրենքը ուժը կորցրած ենք ճանաչում եւ այլն, ինչ որ հայտարարությունների տեսքով կամ բանով, ինչ որ ակտով, հա, Եվրոպական միությունն էլ կսկսի իր գործիքներն աշխատեցնել։ Հիմա մենք ինչի ենք մի քանի օր առաջ դուրս եկել Ուրսուլա ֆոն դեր Լայենը երբ որ եկել էր Երևան, դուրս ենք եկել ցույց էինք անում։ Ցույց էինք անում նրա համար, որովհետև այն արժեքները, որոնք ընկած են Եվրոպական միության արտաքին քաղաքականության հիմքում, Հայաստանում ուղղակի այդպես ոտնատակ են տրվում ու Եվրոպական միությունը դրա առաջ աչք է փակում։ Աչք է փակում, որովհետև աշխարհաքաղաքական նկատառումներ կան։ Հիմա երբ որ այդ աշխարհաքաղաքական նկատառումները չեն լինի Եվրոպական միության օգտին, կամաց մեկ է կսկսեն օրինակ ասենք մեր քաղբանտարկյալներից խոսել, սկսեն քննադատել, հա, սկսեն օրինակ քննադատել, ասենք
բուհական ոլորտում ակադեմիական ազատությունների ինքնավարության սահմանափակման դրսևորումները եւ այլն այնքան շատ բաներ կան, բայց մարդու իրավունքների ազատությունների իշխանության համար Նիկոլ Փաշինյանի համար, եթե օրինակ այդ ճանապարհը ընտրեց, նաեւ իր իշխանության մնալու բավականին մեծ խնդիրներ են առաջանում, եթե Եվրոպան սկսի այդ ամեն ինչի առաջ ոչ թե աչք փակել, այլ աչք բացել, ստացվում է, որ ներսում ինքը խնդիրներ է ունենալու։ Այս առումով գուցե սա է նրան պահում նաև դեպի արևմուտք գնալու, որ հանկարծ իր աթոռի համար խնդիրներ չստեղծվեն, որովհետև ակնհայտ է Ռուսաստանում ինքը ցանկալի ղեկավար չի իրենց համար Հայաստանի, իրենք այլ մարդու կուզենային տեսնել, դրա մասին շատ ոչ միայն քողարկված, այլ նաև երբեմն բացահայտ ասում է նրանց կողմից։ Այս առումով ինքը իշխանություն իր պահելու տեսանկյունից գուցե դա է նաև իրեն պահում այս արևմուտքի ծիրում։ Առայժմ այո, բայց երբ որ նորից եմ ասում, սկսեց այդ պատժամիջոցների թափանիվը լրջորեն աշխատել, ինքը չի կարող կարճած մնալ այդ ուղղությունից։ Անհնար է լինելու, որովհետև ի վերջո տնտեսությունը այնպիսի բան է, տնտեսվարողները, նրանց շահերը կամ ուղղակի սովորական ազգաբնակչությունը երբ որ սկսեց սոցիալական բունտի մասին եք հնարավոր է։ Այո, իհարկե, այսօր դեռևս դա չենք զգում, այդ տպավորությունները չկան։ Այսօր այդպես հիմա մենք որ խոսում ենք, այս նյութի տակ կարող են այսպես մտնել մարդիկ, մեզ, չգիտեմ, ինչեր ասել, ռուսի սապոգի տակ ընկած բան, այսպիսի բաներ ասել։ Գուցե նրանց մի մասը այդպես լավ վիճակի մեջ է, կրուասանով կապուչինո է վայելում, բայց ինքը նաև չի տեսնում, որ շատ մարդիկ, 100,000-ավոր մարդիկ հենց էժան ռուսական ներմուծված, ասենք, մակարոնով են սնվում, ենթադրենք։ Ու երբ որ այդ մակարոնն էլ սկսեց թանկանալ, որովհետև հացահատիկի ներկրման 70%-ից ավելին էլի այդտեղից է գալիս, այդ երկրից է էլի գալիս։ Իսկ այդ դիվերսիֆիկացիա բառը, որ շատ լավ բառ է իհարկե այդպես, բայց կենացի մակարդակում է, ինչ որ սիմվոլիկ ժեստեր են լինում, ակտեր են լինում, ասենք մի վագոն ղազախական ցորեն է գալիս կամ բան, դա չի կարող մասսայական զանգվածային բնույթ կրել, որովհետև այդ դեպքում լոգիստիկ ծախսեր են ավելանալու, հազար ու մի հանգամանքներ կան, որ բարձրացնելու է։ Ուզում եմ ասեմ, որ Ռուսաստանի համար տնտեսական քաղաքականությունը ածանցվում է աշխարհակ քաղաքականությունից, հա, եւ դա իմպերիալ այդ համակարգը թույլ է տալիս, կարողանում է իրեն թույլ տալ այդպիսի ճոխություններ, ինչը որ չես կարող ասել այլ երկրների մասին, որոնք այդպիսի ճոխություններ չեն կարող թույլ տալ իրենց եւ դրա ռեզոնը չունեն, դրա այսպես շահը չունեն, ու այդ դիվերսիֆիկացիան մանավանդ այսպիսի ապաշնոր ղեկավարությունը չի կարող այդ դիվերսիֆիկացիայի հարցը լուծել, չի կարող երկրում ներքին ինքնաբավություն ստեղծել տարբեր ոլորտներում, որովհետև մենք ինչ ենք տեսնում, մենք արդեն 9-րդ տարին է գնում Փաշինյանի իշխանության։ Մեկ ընդհանրապես խոշորածավալ ներդրում ենք տեսել այս ամբողջ ընթացքում, Մայլերը, Գեղի Պատրուշի։ Խոշոր պրոյեկտ Հայաստանում Փաշինյանի ղեկավարության 8-ից ավելի տարիների ընթացքում տեղի չի ունեցել, խոշոր ներդրումային պրոյեկտ չի եղել։ Եվ այսինքն դա եւս ցուցիչ է հասկանալու համար, թե ինչքան խոցելի վիճակի մեջ ենք մենք գտնվում։ Գուցե ռուս-ուկրաինական պատերազմի էֆեկտը 22 թվականից հետո տնտեսական առումով ունեցել է մեր վրա որոշակի բարերար ազդեցություններ, բայց դրանք ժամանակավոր են։ Հա, երկիրը տնտեսական աճ ունենալու, զարգացում ունենալու համար դու պետք է որոշակի ինքնաբավություն ապահովես, կարողանաս։ Քանի որ ներդրումների մասին խոսեցինք, այս համատեքստում հետաքրքիր է, որ նախընտրական շրջանում Փաշինյանը քաղաքական ուժերի լիդերներին համարում է ռուսի շպիոն, ռուսի գործակալ, Ռուսաստանի, բելարուսամետ օլիգարխներ։ Ու դա թվում է թե լավ նախընտրական շրջան է, կանցնի, կընտրվի եւ ամեն ինչ կավարտվի գուցե դրանով։
Բայց դրանից հետո, երբ որ մենք օրինակ տեսանք Գագիկ Ծառուկյանի հետ տեղ ունեցած եւ նրա բիզնեսների, ինչ է կարծում, այդ ամեն ինչից հետո նախ Փաշինյանը էլ ինչ Ռուսաստանին ինչ բանով է խնդրում, եթե այդտեղ ռուսական շպիոնները ման գալիս, եւ երկրորդը, էլ ինչ ներդրումների մասին կարելի է խոսք լինել, եթե օրինակ գործարար մարդկանց հանդեպ նման քաղաքականություն է դրսևորում։ Ոչ մեկ չի խոսում օրինական գործելակերպի մասին, բայց այն ինչ հիմա արվում է, արդյոք դա նաեւ ներդրումային դաշտին վնասելու միտում չունի։ Իհարկե, ինչի մասին է խոսքը։ Այս ամբողջ ընթացքում, որ Հայաստանում անկախացումից հետո ներդրումներ են եղել, այդ ներդրումների օտարերկրյա ներդրումներ են եղել, այդ ներդրումների մի զգալի մասը պայմանավորված է եղել նաև էմոցիոնալ հանգամանքով, ազգային հանգամանքով, որ մեր ազգակիցներն են եղել, այդ մեր լոբինգն է աշխատել եւ այլն, որ այդ ներդրումները եղել են, որովհետեւ Հայաստանի Հանրապետության շուկան որպես այդպիսին 3 միլիոնանոց շուկան որպես այդպիսին այդքան շատ հետաքրքիր չի խոշորածավալ մեծ ներդրումներ իրականացնելու համար ու դրան գումարած որ այդ հետաքրքրությունը քիչ է դրան գումարած երբ որ տեսնում են որ մարդը կարող է ասենք զրկվել սեփականությունից ամբողջությամբ կարող է այդպես սեփականությունից զրկվել նրա համար որովհետև վարչապետի հետ համարձակվել է մի քիչ բան այդպես համարձակ բառամթերքով խոսել եւ դրա համար կարող է ինքը զրկվել իր ունեցած չունեցածից, այլ որ մի խելքը գլխին մարդը այս երկրի հետ, այս հույս կկապի եւ այս երկրի տնտեսության մեջ ինչ որ բան կանի։ Դե բոլորն էլ հասկանում են, որ գուցե կարող է իրենք այտենց բաներ չխոսեն, այտենց բաներ չասեն, բայց հետո իրենց է հարց լինելու, իրենց գալու են ասեն, ենթադրենք օրինակ իմ քայլը հիմնադրամին ինչի մի քիչ նվիրատվություն չես անում, օրինակ Եթե հանկարծ ասի լավ եմ անում, չեմ անում, ինքն էլ խնդիր կունենա, ինչպես որ Պարոն Սողոմոնյան, հնարավոր այս արտաքին մարտահրավերները Եվրոպա, Ռուսաստան, այս իրավիճակը ներքաղաքական ինչ որ իրավիճակ կամ ֆորս մաժորներ ստեղծի, այսինքն արտահերթ ընտրություններ, որի մասին կարծես քիչ չի որ խոսակցություններ կան կամ ինչ որ քաղաքական ներսում քաղաքական ինչ որ իրադարձություններ տեղ ունենան թե հնարավոր է դա միայն մնա իշխանություն այդ արտաքին խաղացողներ այդ հարաբերությունների տիրույթում Չէ, ես կարծում եմ, քանի որ խնդիրները սրվելու են, դա երկու բանի է բերելու կամ դիկտատորական ռեժիմի ամրապնդում, այսինքն այդ երկու բանն էլ միաժամանակ են տեղ ունենալու դիկտատորական ռեժիմի ամրապնդում ցեմենտում եւ դրան գումարած աճող դժգոհության պայմաններում նաեւ քաղաքական լարվածություններ, թեժացումներ ու թե ինչ սցենարով կգնա, այս պահին դժվարանում եմ այդպես ասել, բայց համենայն դեպս ընդդիմությունը պետք է պատրաստ լինի, որ նման իրավիճակներում հնարավորինս առանց ցնցումների իրականացնի իշխանափոխությունը, որ շատ կարևոր է, դեռևս խորհրդարանական ընդդիմությունը չի վերցրել իր, այսինքն դեռևս չի սկսել գործունեությունը, բայց արդեն հայտնի է, որ մանդատները վերցնելու են, ձեռնպահ են մնում գնահատական տալուց, ընթացքը ցույց կտա, հուսադրող բաներ իհարկե տեսնում ենք, հուսադրող բաներ տեսնում ենք այն, որ օրինակ ասենք առավել շատ ձայներ տված համայնքներում ուժեղ Հայաստանը որոշ խոստումներ իրականացնում է, հա, դա որոշակի հուսադրող քայլ է, կարևոր է, բայց բավարար չէ, առաջիկան ցույց կտա թե ինչպեսի գործունեություն կծավալի ընդդիմությունը, շատ կարևոր է, որ խորհրդարանական մանդատները, եթե իրենք վերցնում են, դրանք ինստիտուցիոնալ որպես գործիք կիրառվեն տարբեր երկրների, տարբեր ուժային կենտրոնների, որոշում կայացնողների հետ կապեր ստեղծելու, շփվելու, այլընտրանքային առաջարկ Հայաստանի համար ձևակերպեմ այսպես ավելի գոնե պակաս վնասաբեր այլընտրանքային առաջարկներ ներկայացնելու եւ նաեւ ժողովրդի հետ մշտապես շփում կապ ունենալու տեսանկյունից, եթե այսպես գնա եւ նաեւ շատ կարեւոր է ընդհանուր համընդհանուր ընդդիմադիր պլատֆորմ ունենալու համար, որովհետեւ երբ որ նայում ենք Ադրբեջանի նաեւ պահանջներն են շատանալու, այդ ամեն ինչին դիմադրություն է պետք ցույց տալ, Ալիևյան սահմանադրության օրակարգն է անհրաժեշտ տապալել,
կաթողիկոսի պաշտոնանկության այս հրեշավոր օրակարգն է պետք կանխել եւ այլն, հա։ Եվ այդ ամեն ինչի համար անհրաժեշտ է ավելի քան օրախնդիր հարց է միասնական պլատֆորմ ունենալը շատ քիչ կարևորագույն հարցերի շուրջ համաձայնության հասնելը եւ միասնական պայքարելը։ Շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես շնորհակալություն։